Չեմ փորձում այլևս հասկանալ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեր ռեգիոնում։ Դա շատ դժվար է։ Ռուսաստանում կա լոբի, շատ ուժեղ պրոթուրքական լոբի Մոսկվայում։ Մենք լինելով ինչպես միշտ, անինչ որ մենք կանք, անգամ Ռուսաստանում ունենալով 2 միլիոն հայ, ունենալով այսպիսի սփյուռք, չկարողացանք գոնե Մոսկվայում մեր ազդեցությունը հաստատենք, Ադրբեջանը Իրանը հաստատեց եւ Թուրքիան։ Եվ այնտեղ կա պրոթուրքական, պրոադրբեջանական լոբի։ Մեծ սխալ էր, մեծ սխալ էր пассив մնալը 20 թվականի պատերազմի ժամանակ այո Ռուսաստանը կանգնեցեց պատերազմը, առաջարկեց մի քանի անգամ կանգնեցել պատերազմը, խաղապահ ուժեր տեղակայեց եւ այլն։ Չի կարելի ասել, որ ոչինչ չարեց, բայց շատ տարօրինակ է սա։ Անհասկանալի է իմ համար։ Ինչ հետևանքներ է լինելու, դե արդեն հետևանքները տեսնում եք։ Կամած մեկ առ մեկ կտրվում են մեր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, նոր սանկցիաներ են լինելու, խոսում է անգամ օդային տարածքը փակելու մասին, եթե Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, ասել եմ, մենք մի կես միլիոն Հայաստանի քաղաքացի ունենք, որոնք Ռուսաստանից ստիպված են լինելու դուրս գալ, քանի որ այլևս այնտեղ ապրել եւ աշխատելը շատ դժվար կլինի նրանց համար։